Պարել չիմացող մարդկանց գտնենք, պարել սովորացնենք, չէ, ժողովուրդ չեն։ Էնա մարդ կա, քելեք։ Հա, պատահական մեկ էլ ID-ը գալիս է, ասում է, սենց ծրագիր ունենք, որ Թամզարա պետքա պարեն 1000 հոգով հրապարակում Ստեփանավան։ Լավ, տենց պոզիտիվ չէին, ասում եմ, ոնց են հավաքելու, էլի չի աշխատելու այդ ամեն ինչը։ Բայց հետո որ սերիաները դուրս եկան, սկսեցի ես էլ նայեմ, զգացի այդ իրանց ոգին, թե ոնց են այդ իրանք այդ ամեն ինչը տրամադրված։ Որպես այդպեսին, եթե նայենք մի հատ այս հարցին զրոյից, այսինքն մենք դա անում ենք մեր համակարգացիների հետ, չէ՞, այդ տեսանկյունից դե բնականաբար իրանք կարող է այտենց ինչ որ չեն խորանում իրականում այդ պայն այդ 2 րոպեն իրանք ինչով են զբաղված, բայց հետո այն 1000 հոգանոց միջոցառման ժամանակ աստծո կամոք ինձ թվում է իրանք արդեն կհասկանան, որ իրանք շատ լուրջ ներդրում ունեն դրա մեջ։ Կոնկրետ մեր քաղաքում, որտեղ որ ես ապրում, ես չգիտեմ մի մարդ, որ օրինակ լսի ավտոյի մեջ համշենական երգ։ Ու այս սերիայում մենք ուզում ենք անդրադառնանք հենց դրան, որ կոտրենք այդ կարծրատիպը, որ մեր հայկական մշակույթը, թեկուզ եւ մի փոքր մեզանից օտարացված է կամ օտար ազդեցություն է կրել։ Իմ կարծիքով կարևոր է համշենական մշակույթը տարածել, որովհետեւ հիմա շատ կտրված ենք իրարից ու շատ հայեր կարծում են, որ համշենները ընդհանրապես հայերի հետ կապ չունեն, ասում են քրդական է, թուրքական է, այսինչ երկհանջատեք բան, ու շատ վատ է, որ այդ ամեն ինչը տանում են նրան, որ կորի այդ մշակույթը ու չհամարվի հայկական։ Նախքան համշեն որպես համամաշեն է ձևավորվելը մեզ հայտնի է պատմությունից, որ այդտեղ եղել է պատմական խախտիկ գավառը, որը որ բնակեցված է եղել հայերով ու հույները, Պոնտոսի հույները, ովքեր որ համշենցիներին անվանել են արմենոխալիբներ, այսինքն խալիբ այդտեղ որ թե ազգության կամ ծագման վերաբերյալ է երկաթագործներ, հա, հետեւաբար այդտեղ երկաթի հանքեր ա եղել, ենթադրվում է, որ հայերը երկաթագործներ են եղել ու ամենայն հավանականությամբ հենց առևտրով էլ զբաղվել են երկաթի։ Սկզբում, երբ որ պարում էինք համշենական պարերը, շատ ուրիշ մշակույթի հետ էր ասոցացում, հա, չէի պատկերացնում, որ դա հայկական մշակույթ է, ու հետո արդեն որ երգերն էլ լսում էինք, օրինակ երգեր կան, որ լսում ես, հետո տեքստը կարդում ես, հասկանում ես, բայց առաջին անգամից երբ որ լսում ես, շատ դժվար է հասկանալ, որ դա հայերեն է, էլի պետք է մի հատ լսես, հետո նոր տեքստը կարդաս, հետո նոր, իսկ պարերի առումով էլի նույնը պետք է մի հատ ուսումնասիրես, հասկանաս, որ իմանաս դա հայկական է, էլի։ Ես ինքս չեմ համարձակվի համշենական պարերն անվանել բուն հայկական ծագման պարեր, մաքուր, հա, որպես այդպեսին զտարյուն, որովհետև ամեն դեպքում դու դարեր շարունակ ապրել ես հարևան ազգերի հետ ու լիքը փոխառություններ են եղել։ Փաստացի ինքը Քաշկար լեռան, Պոտնական լեռնաշղթայի Քաշկար լեռան փեշերին է տեղակայված, որտեղ որ մեծ թվով Պոնտոսի հույներ են ապրել, այսինքն կարելի ասել որպես այդպեսին միջավայրը եղել է պոնտական։ Դրան գումարած նաև հարևան Լազիստանը, հա, որտեղ որ ապրում էին ազգությամբ լազեր, ովքեր նույնպես հին ժողովուրդ են ու ունեն հարուստ մշակույթ։ Մենք պետք է մեր վրա պատասխանատվություն վերցնենք, դրա տեր կանգնենք, իմանալ, ուսումնասիրել ու կրել։ Համշենական պարերից ինձ ամենաշատը դուր է գալիս հոռոմի պարը։ Մշակույթը քո ազգի անձնագիրն է, այսպես ասեմ, հա, որը որ դու ներկայանում ես ամբողջ աշխարհին որպես առանձին էթնոս։ Այսինքն համշենցիները նույնպես մեր էթնոսի մի մասն են եւ անկախ նրանից այդ պարերն ինչքանով են փոխառած, ինչքանով են ազդեցություն կրած, ամեն դեպքում այդ էթնոսի այդ մի մասը յուրացրել է պարերը, հա, յուրացրել է, արել է իրենով, հա, համշենական բնավորությունը դրել իր մեջ։ Եվ ես այդ առումով իմ պարկն եմ համարում նաեւ ուսումնասիրել եւ հանրայնացնել, ինչու՞ չէ, որովհետեւ իրականում գալիս եմ նորից Ռուդիկ Հարոյանի խոսքերին, որ ինչ որ առումով չափանիշ է հայոնց համար, որովհետեւ ասում է մշակույթը նրանն է, ով պահում է։ Այսինքն ոչ թե ով ծնել լույս աշխարհը բերելու տես չի կայանում, այլ նրանն ով պահում է, այդ նմանա ոնց որ մանկական երեխա, չէ, ոնց որ ծնվում է, կանողոտանում գցում է մանկատուն, տես չի կայանում, բայց մեկը որդեգրում է, մեծացնում է, վերջով շատ իրավունքներ ունի այդ երեխայի վրա, ով որդեգրել, այ մեծացրել է, չէ։ Եվ այդ երեխան էլ այդ ծնողին է որպես ծնող ընդունում։
Նույնն էլ այդպես մշակույթը նրանն է, ով որ պահում է։ Այդ նույն ձևով մի օր ռուս բոսաշրջիկի հետ էի խոսում, տարերից բաներից խոսք գնաց իմացավ ինչ ունես պահում, ասեց օրինակ Յարքուշտան ձերն է, ասեցի ինչ իմացակ, ասեց թե որովհետև ասեց մտել եմ այստեղ, տեսել եմ, եկել եմ Հայաստան, տեսել եմ տարբեր այգիներում, տարբեր միջոցառում եք անում, իրենց չճանաչող մարդիկ Յարքուշտան են պարում, հա։ Ոչ միայն միջոցառումն էին, նաև ասեց հարսանիքներում եմ տեսել, այսինքն ակտուալ է, ակտիվ է այստեղ, ինքը ավտոմատ դա անցալում է որպես հայկական։ Հետաքրքիր կոնտենտ ենք ստեղծում։ Ապրեք։